անձի բրենդինգը միայն բլոգերների կամ հայտնի մարդկանց համար չէ։ Ցույց տալ այն ինչ որ դու իրականում չես, դա միանշանակ սխալ է, ինչպես համատեղել աշխատանք, անձնական կյանք եւ սոցհարթակներում անձի բրենդինգի ստեղծում։ Հայաստանում օգտատերերի թիվը LinkedIn-ում հասնում է 460 000-ի։ Արագ թվերի հետևից ընկնելով անձի բրենդինգը չի կառուցվում։ AI-ի դարաշրջանում այն ինչը որ մեզ տարբերում է մյուսներից, դա մեր յուրահատկությունն է։ Բարև ձեզ, ես Ինեսա Մանուկյանն եմ, personal branding-ի մասնագետ, եւ այսօր խոսելու եմ վերջերս ամենաթրենդային թեմաներից անձի բրենդինգից։ Ում եւ ինչու է պետք անձի բրենդինգը։ Անձի բրենդինգը պետք է այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց տեսանելիությունը, ձեռք բերել նոր հնարավորություններ եւ հեղինակություն։ Եվ մի շատ կարևոր բան կա այստեղ, անձի բրենդինգը միայն բլոգերների կամ հայտնի մարդկանց համար չէ, հա, դա նաև այն ղեկավարների, մասնագետների եւ ինչու ոչ ուսանողների համար է, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց անձի հանդեպ տեսանելիությունը, ձեռք բերել նոր հնարավորություններ։ Եթե բոլորը անում են եւ դուք եք ուզում անել, դա նպատակ չէ։ Եթե դուք իսկապես ուզում եք ձեր բիզնեսը զարգացնել ձեր անձի բրենդի միջոցով եւ դուք վստահ եք, որ դա դրական է աշխատելու, ապա միանշանակ դա չանելը նշանակում է կորցնել շատ մեծ հնարավորություններ, որովհետեւ այսօր առհասարակ ձեր անձի կողմից ստեղծված կոնտենտը կարող է գեներացնել 5-ից 10 անգամ եւ միգուցե ավել ներգրավվածություն լսարանի հետ, լսարանի կողմից, քան ձեր ընկերության կողմից հրապարակվող կոնտենտը, եւ սա արդեն ասում է ամեն ինչի մասին։ Ինչ կարևոր հարցեր պետք է տա մարդնիկն իրեն մինչև բրենդավորմանն անցնելը։ Որն է իմ մրցակցային առավելությունը, սա թերևս ամենաառանցքային հարցն է, եւ հետո արդեն գալիս են ենթահարցեր, որոնք պակաս կարևոր չեն։ Ինչ արժեք եմ ես ստեղծում, ինչու եմ ուզում անձի բրենդավորում իրականացնել իմ անձի նկատմամբ, ով է իմ թիրախային լսարանը, ինչ պատմություն եմ պատրաստ կիսել եւ որն է իմ նպատակը, այսինքն ցանկանում եմ գումար վաստակել, ուղղակի հեղինակություն ձեռք բերել, հայտնի դառնալ, սա շատ կարևոր է հասկանալ, արդյոք նպատակային է դա լինելու, թե ուղղակի ցանկություն է։ Որն է անձի բրենդինգի առաջին քայլը։ Ինքնաճանաչումն է։ Եթե դու ինքդ քեզ չես ճանաչում, եթե դու չգիտես քո ուժեղ ու թույլ կողմերը, քո մասնագիտական կարողությունները, ապա դու չես կարող դա մատուցել քո լսարանին։ Որն է գլխավոր սկզբունքը եւ տրամաբանությունը անձի բրենդը կառուցելիս։ Տրամաբանական սկիզբը անձի բրենդավորման այս 3 կետերն են՝ հետևողականություն, անկեղծություն եւ արժեք։ Այսինքն այս դրանց 3-ի միաձուլումից արդեն վստահորեն կարող եք նշել, եթե իհարկե մարդը ունի այն ինֆորմացիան, որ արժեքավոր է, կարող ենք վստահորեն նշել, որ տվյալ անձը պատրաստ է իրեն հանրայնորեն ներկայացնելու, հա։ Հետևողականությունը շատ կարևոր է, որովհետեւ ցանկացած բան, որը ունի սկիզբ, պիտի ունենա իր տրամաբանական շարունակությունը եւ ավարտը եթե լինելու է, հա, ավարտ։ Այսօր այնքան շատ է սոցիալական մեդիայի հարթակներում ինֆորմացիան, մարդիկ ովքեր ցանկանում են ինֆորմացիա տալ, տրամադրել նույն հարցի շուրջ, նույն թեմայի շուրջ, որ պետք է ուղղակիորեն հասկանալ ինչ նոր արժեք ես դու տալու քո տեղեկատվությամբ կամ քո գիտելիքով, եւ անկեղծությունը, երբ խոսում ենք անձի բրենդինգից, անկեղծությունը ուղղակիորեն այսպես կողք կողքի քայլում է։ Որոնք են ամենատարածված սխալները, որ մարդիկ անում են անձնական բրենդ կառուցելիս։ Թերևս իմ կարծիքով ամենաառաջին ու ամենամեծ սխալը, որ մարդիկ անում են, ես երևի թե ավելի կշեշտադրեմ LinkedIn-յան հարթակը, դա ճանապարհի կեսից հետ կանգնելն է։ Ճանապարհի կեսին կարող են հայտնվել տարբեր մարտահրավերներ, սկսած նրանից, որ տեսանելիությունը ցածր է, ավարտված նրանով, որ ուղղակի թեմայի հանդեպ կորում է հետաքրքրությունը եւ ճանապարհի կեսին ուղղակի կանգ են առնում։ Սա ինձ համար ամենամեծ սխալներից է։ Իհարկե կան նաև այլ սխալներ, օրինակ կրկնօրինակել ուրիշներին։ Ես իրականում այն մարդկանցից եմ, ով ոգևորվում, ոգեշնչվում է այլ մարդկանց տեսնելով, այլ մարդկանց հաջողությունները ուսումնասիրելով եւ դա իսկապես ինձ ոգեշնչում է եւ շատ օգնել է իմ ճանապարհին, բայց կրկնօրինակել այն ինչը որ կա, ես կարծում եմ դա սխալ է, հատկապես երբ գործ ունենք անձի բրենդինգի հետ, որովհետեւ յուրաքանչյուր մարդ անհատականություն է եւ ունի իր պատմությունը եւ կրկնօրինակել պատմությունը դա
ուղղակի ոչ միայն անհնար է, այլ սխալ է։ Երևալ շատ խելացի, սա կարծում եմ նույնպես սխալ է։ Պետք է լինել այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Խելացի երևալ կամ ցույց տալ այն ինչ որ դու իրականում չես, դա միանշանակ սխալ է եւ սխալ ուղղությամբ է տանում ու զարգացնում քո անձի բրենդը։ Ուստի շատ կարեւոր է լինել բաց եւ լսել այլ մարդկանց քո լսարանի կարծիքը, ֆիդբեք ստանալ եւ այդ ֆիդբեքը վերլուծել։ Եթե դուք ինչ որ մի բան հրապարակում եք կամ հոլովակ եք նկարում, հա, ռիլեր եւ ուզում եք հասկանալ լավն է թե վատը, հարազատ մարդը կասի լավն է, դուք կնայեք կասեք օ, ես շատ լավն եմ, բայց դա բավարար չէ օբյեկտիվ ու կառուցողական անձնային բրենդ կառուցելու համար։ Պիտի բաց լինեք, լսեք իրականում ինչ են մարդիկ ասում եւ իհարկե պետք է պատրաստ լինեք քննադատության։ Կառուցողական քննադատությունը միայն օգնում է բարելավել այն ինչը որ արդեն կա։ Եվ վերջում, եթե մենք խոսում ենք սոցմեդիայից, խոսում ենք LinkedIn-ից, Instagram-ից, YouTube-ից, TikTok-ից, ապա նշեմ, որ շատ հաճախ մարդիկ կենտրոնանում են թվերի վրա եւ հետին պլան են մղում այն ինչը որ ավելի կարեւոր է։ Իհարկե թվերը կարեւոր են, անալիտիկան շատ կարեւոր է հասկանալ ինչն է լավ աշխատում, ինչը լավ չի աշխատում, բայց նաեւ շատ կարեւոր է հավատարիմ մնալ այն արժեքին, այն անկեղծ պատմությանը, որը դու ուզում ես կիսել, եւ ես վստահեցնում եմ, որ ժամանակի ընթացքում ցանկացած մարդ գտնելու է իր լսարանը։ Այսինքն արագ թվերի հետևից ընկնելով անձի բրենդինգը չի կառուցվում։ Ուստի շատ կարեւոր է թվերը ուսումնասիրելու, ստատիստիկան, վերլուծությունները համատեղելու հետ մեկտեղ ուշադրություն դարձնել այն իրական պատմությանը, որը որ կա, եւ վերջում հավելեմ նաեւ, քանի որ թրենդները շատ արագ են փոխվում հատկապես Instagram-ում եւ շատ մարդիկ ովքեր հենց փորձում են կառուցել իրենց անձի բրենդը, շատ հաճախ տեսնում են, ցանկանում են նույնը կրկնօրինակել, անել, բայց կրկին շատ կարեւոր է, թրենդները կարեւոր են, բայց շատ կարեւոր է հավատարիմ մնալ ու անել այն, ինչը որ իրականում քոնն է։ Կարող է մարդը ստեղծել բրենդ, որը մի քիչ այլ մարդ է, քան իր իրական անձը։ Ես այս թեման շատ եմ սիրում, իրականում շատ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե անձի բրենդինգ, personal branding, ապա դու ստեղծում ես մի կերպար, որը գոյություն չունի, դա այդպես չէ։ Համենայն դեպս ինձ մոտ այդպես չէ ու այն մարդիկ, ովքեր որ օգտվում են իմ ծառայություններից, ես փորձում եմ ուղղակիորեն գտնել այն ինչը որ իրենցն է, իրական իրենց է պատկանում, որովհետև ըստ իս, երբ դու ստեղծում ես մի կերպար, որը թեկուզ մի փոքր քեզանից այլ է, տարբեր է, երկարաժամկետ պրոցեսի հետևանքով, ինչ որ պահի այն շատ արագ կարող է ուղղակի ձախողվել կամ քանդվել, ինչը որ ես վստահ եմ, որ ոչ ոք դա չի ցանկանում, հատկապես երբ գործ ունենք անձի հետ։ Ես միշտ ասում եմ, նշում եմ, որ երբ անում ենք պրոդուկտի մարքեթինգ, իրական դա շատ ավելի հեշտ է, որովհետև եթե ինչ-որ մի սխալ կլինի, ինչ-որ մի բան այնպես չի գնա, դու դա կարող ես շատ ավելի արագ շտկել ու բացատրել, բայց երբ գործ ունես մարդու հետ, դու գործ ունես մարդու հեղինակության, մարդու եսի, մարդու արժեքների հետ, ուստի այստեղ ամեն ինչ շատ ավելի ռիսկային է, ավելի փխրուն է, ավելի նուրբ է եւ ինչու ստեղծել մի բան, որը որ դու չես։ Ես անկեղծ դա չեմ հասկանում, քանի որ շատ ավելի հեշտ է ստեղծել այն, ինչը որ դու ես իրականում եւ փորձել ուղղակիորեն հիմնվել այն ուժեղ կետերի, ամուր կետերի վրա եւ դրա շնորհիվ կառուցել արդեն քո հաստատուն անձի բրենդը։ Հնարավոր է անձնային բրենդ կառուցել ինքնուրույն, թե մասնագետ է պետք։ Իհարկե հնարավոր է կառուցել ինքնուրույն եւ սկսում ենք այն ամենամեծ կարևոր հարցից ինքնաճանաչումից, երբ դու գիտես ով ես, ով է քո լսարանը, ինչ ես տալու եւ տիրապետում ես գործիքներին, հմտություններին, իհարկե դու դա կարող ես անել, բայց մասնագետի հետ աշխատանքը ավելի արագացնելու է այդ ընթացքը եւ ավելի պրոֆեսիոնալ է դիտվելու եւ միգուցե արդյունքը շատ ավելի արագ ու ամուր լինի։ Կարող է անձնական բրենդը հիմա գոյություն ունենալ առանց սոցիալական ցանցերի։ Կարելի է կառուցել անձնային բրենդ ու շատ ներգրաված չլինել սոցցանցերում։ Իհարկե հնարավոր է, ուղղակի այստեղ արդեն մասշտաբներն են շատ ավելի փոքր, հա, շատ པարզ օրինակ բերեմ ձեզ։ Դուք կարող եք լինել շատ լավ մասնագետ ու ճանաչված, ճանաչելի ձեր ոլորտում, բայց օրվա ընթացքում դուք տեսնելու եք ամենաշատը 50 մարդ կամ 100, եթե ունեք որևիցե լսարան եւ մինիմում 5-10 մարդ։ Սոցիալական հարթակները հնարավորություն են տալիս տասնապատկելու այդ թիվը։ Եթե ձեր նպատակն է մասսայականություն ձեռք բերել, եթե ձեր նպատակն է ավելի մեծ լսարանների ներգրավել ոչ միայն ձեր երկրում, այլև արտերկրում, ապա խուսափել սոցմեդիայի հարթակներից ուղղակի սխալ է եւ ոչ ճիշտ։ Հաճախականությունը նույնպես, երբ մենք գործ
չունենք ինֆլուենսերների կամ բլոգերների հետ, կրկին գործ ունենք զբաղված մարդկանց հետ, սա ամենադժվար հարցն է, ինչպես համատեղել աշխատանք, անձնական կյանք եւ սոցհարթակներում անձի բրենդինգի ստեղծում։ Ուստի հաճախականությունը, հաճախ երևալու այդ ցանկությունը եւ իրականությունը իրար երբեմն չեն բախվում, այլ իրարից նույնիսկ հեռանում եւ անջատվում են։ Սա կրկին շատ կարեւոր է, ուստի երբ մասնագետ է ներգրավված լինում, շատ ավելի հեշտ ու սահուն է այդ process-ը իրականանում, բայց երբ դու ինքդ պիտի անես, շատ հարցեր են առաջ գալիս, որ ուղղակիորեն հետին պլան են մղում, երկրորդային պլան են մղում քո անձի բրենդինգը, իսկ սոցմեդիան սիրում է հաճախականություն, սիրում է ամենօրվա տեսանելիություն, որպեսզի ալգորիթմները ճիշտ աշխատեն եւ լսարանը մեծանա։ Ուստի կրկին շատ կարեւոր է լինել հետեւողական ու փորձել հնարավորինս, եթե սկսում ես քո անձի բրենդինգը, եթե սկսում ես ինչ-որ ոլորտում քո անունը կառուցելը, շատ կարեւոր է հնարավորինս փորձել երևալ հաճախ, որպեսզի բարձրացնել տեսանելիությունը քո անձի հանդեպ։ Ինչպես որոշել TikTok, YouTube, Instagram, LinkedIn, որ հարթակն է պետք հենց այս մարդուն։ Կախված է նպատակից, որն է իմ նպատակը իմ անձի բրենդինգը ստեղծելու, ինչ եմ ուզում ես հասնել։ Եթե ավելի մասնագիտական կոնտենտ է իմը, եթե ավելի մասնագիտական թիրախային լսարանի եմ փորձում ներգրավել, ապա LinkedIn։ Եթե կարճ հոլովակների միջոցով ավելի մասսայականություն եմ շատ արագ ուզում ձեռք բերել, ապա TikTok։ Եթե ավելի խորը թեմաների քննարկում է լինելու, ապա YouTube, Դա միանշանակ կախված է նպատակից եւ անձի տեսակից, որտեղ է ինքը ավելի հարմար զգալու իրեն, որովհետեւ սա շատ կարեւոր է։ Սա իսկապես որևէ պարտադրողական բան չէ։ Եթե մարդը ցանկանում է հանրայնորեն երևալ եւ իր անձը ներկայացնել, իր պատմությունը կիսել, դա նշանակում է, որ ինքը պատրաստ է ամեն օր լինել սոցցանցերում, բայց թե որ սոցցանցում, դա կախված է արդեն իր մարդկային տեսակից, իր կոնտենտից եւ իր թիրախային խմբից։ Ինչ հնարավորություններ է տալիս LinkedIn-ը անձի բրենդինգում։ Շատ մեծ։ LinkedIn-ը այսօր իսկապես դարձել է անձի բրենդինգի մասնագիտական անձի բրենդինգի ամենալավ, ամենաօգտակար ու արդյունավետ հարթակներից մեկը։ Այն տալիս է նոր հնարավորություններ մասնագիտական աշխարհում, տալիս է նոր հնարավորություններ ծանոթություններ ձեռք բերելու համար։ Դու ուղղակիորեն կարող ես այնպիսի մարդկանց հետ կապ հաստատել, որոնց հետ երբևէ չէիր մտածի, որ կարող ես կապ հաստատել այլ հավասար պայմաններում։ Եվ դա իսկապես այդպես է, ես իմ փորձի հիման վրա եմ ասում, իմ շրջապատի փորձի հիման վրա եմ ասում, դա տալիս է նոր աշխատանքային հնարավորություններ, բիզնեսի նոր հնարավորություններ, ինչպես գիտեք LinkedIn-ը լավագույն B2B հարթակն է, դա տալիս է քո անձը զարգացնելու նոր մասնագիտական ուղղություն ձեռք բերելու հնարավորություն, որովհետև LinkedIn-ում էլ կան շատ հետաքրքիր ու լավ ուսուցողական կուրսեր, որոնք կարելի է անցնել։ Ըստ 2024 թվականի տվյալների Հայաստանում օգտատերերի թիվը LinkedIn-ում հասնում է 460,000-ի, միգուցե այս թիվը փոխվել է։ Դա քիչ չէ, բայց բնականաբար շատ մեծ հնարավորություններ դեռ կա զարգանալու եւ զարգացնելու։ Մի բան, որ ինձ շատ է դուր գալիս, Հայաստանում հենց LinkedIn-ում էլ փորձում են պահել հենց հայկական կոնտենտի մշակումը, խոսում են հայերեն, իրենց կոնտենտը ներկայացնում են հայերեն եւ իսկապես Հայաստանում հայերեն կոնտենտը շատ ավելի լավ է աշխատում, քան անգլերեն կամ այլ լեզվով կոնտենտը։ Անկեղծ եթե ասեմ, Հայաստանում կարծում եմ դեռևս LinkedIn-ը դիտվում է որպես ավելի շատ դիտվում է որպես աշխատանք փնտրելու հարթակ, ուղղակի ռեզյումե CV-դ վերբեռնես, փորձես գտնել աշխատանք, ավելի լավ աշխատանք, բայց դա ավելին է, քան ուղղակի աշխատանք փնտրելու հարթակը, որովհետեւ այստեղ ճիշտ կառուցման եւ ճիշտ գործիքների կիրառման օգնությամբ կարելի է իսկապես շատ ավելին ձեռք բերել, ավելի մեծ հնարավորություններ, գլոբալ տեսանելիություն, քան կարելի է պատկերացնել։ Ինչպես լինել հետաքրքիր, եթե քո կյանքը սովորական է, եթե մարդը չափազանց անկեղծ է, դա լավ է, թե վատ։ Անձի բրենդ կառուցելիս մենք չենք ցույց տալիս մեր կյանքը, բացարձակապես։ Մենք ցույց ենք տալիս արժեք, ցույց ենք տալիս այն արժեքը, որը կարող ենք ստեղծել դիմացինի համար։ Եթե Instagram-ում, այո, դա կա, այսինքն որքան հետաքրքիր է քո կյանքը, այդքան ավելի հեշտ կարող ես լսարաններ ձեռք բերել, ապա LinkedIn-ում օրինակ այդքան էլ այդպես չէ։ LinkedIn-ում ավելի շատ մարդիկ փորձում են փնտրել ու գտնել հետաքրքիր թեմա, հետաքրքիր վերլուծություններ, հետաքրքիր փորձ,
Եվ եթե մարդը ունի կյանքի մեծ փորձ, գիտելիք ու պաշար, ճիշտ փաթեթավորման դեպքում դա կարող է դարձնել եւ հետաքրքիր, եւ հասանելի, եւ տեսանելի։ Շատ անկեղծ լինելը լավ է թե ոչ, երբ ասում ենք անկեղծություն, մենք ուղղակի նկատի ունենք այն փորձը, այն իրական պատմությունը, միգուցե դժվարությունները, հետաքրքիր հնարավորությունները, որ կյանքում եղել են, դրա հիման վրա կառուցել պատմություն ու կիսել այն մարդկանց հետ, ովքեր դրա կարիքը ունեն, ովքեր դրա միջով անցնում են, ովքեր անցել են եւ կարող են հասկանալ ու կիսել։ Սա շատ կարեւոր է հասկանալ, որտեղ է սկսվում այդ անկեղծությունը, որովհետեւ վերջի վերջո, քանի որ դա մեր անձի բրենդինգն է, մենք ենք այդ ամենը կառավարում եւ մենք կարող ենք որոշել, որն է սահմանը, սահմանից դուրս գալ, թե դուրս չգալ։ Արհեստական բանականության գործիքները շատ ավելի ուժեղացնում եւ արագացնում են այդ process-ը, հեշտացրել են կոնտենտի կառուցումը եւ ստեղծումը, վիզուալների ստեղծումը, վերլուծությունները եւ ճիշտ օգտագործման դեպքում դա միայն բնականաբար օգուտ է բերում, որովհետեւ մի այսպիսի բան կա, դու կարող եք օգտագործել AI գործիքներ, շատ արագ գեներացնել կոնտենտներ տարբեր հարթակներում, բայց եթե իրական հաստատուն բան չկա, արժեք չկա, դուք նոր բան չեք տալիս մարդուն, դա շատ արագ փլվում է, որևիցե յուրահատկություն չի տալիս, իսկ AI-ի դարաշրջանում այն ինչը որ մեզ տարբերում է մյուսներից, դա մեր յուրահատկությունն է, որն էլ մեր մրցակցային առավելությունն է իդեպ։ Կարող է լավ կառուցված անձնային բրենդը առաջ տանել վատ բիզնեսը։ Միգուցե, բայց ոչ երկարաժամկետ։ Եթե համատեղ գնա զարգացում, բարեփոխումներ բիզնեսի մեջ, ապա միանշանակ ուժեղ անձի բրենդը կարող է շատ մեծ դեր ունենալ, բայց եթե որևէ բարեփոխումներ չեն լինելու բիզնեսում եւ շարունակելու է բիզնեսը մնալ վատը, ապա երկարաժամկետ չեմ կարծում, որ դա օգտակար կլինի եւ կօգնի, միգուցե եւ կխանգարի եւ տվյալ մարդու հեղինակության վրա արդեն վատ ազդեցություն կունենա։ Արդյոք մենք անձնական բրենդով մեր կյանքը պարզապես ավելի շատ չենք առևտրայնացնում, որտեղ է անցնում սահմանը։ Առևտրայնացնելը մի փոքր ավելի կոպիտ բառ է այս պարագայում եւ կրկին նշեմ, տեսեք, եթե մարդու նպատակն է առևտրայնացնել եւ շատ գումար աշխատել, օքեյ, տվյալ մարդը կարող է օգտագործել գործիքները եւ փորձել հասնել այդ նպատակին, բայց եթե մարդու նպատակը դա չէ, ապա տվյալ մարդն ինքն է որոշում սահմանները, ինչ է կիսում, երբ է կիսում եւ ում հետ է կիսում։ Ուստի շատ կարեւոր է ունենալ ռազմավարություն, ճանաչել ինքդ քեզ եւ պատրաստ լինել տալ մարդկանց հանրայնորեն ներկայացնել այն, ինչը որ դու ուզում ես մարդիկ իմանան։ Եթե դու կարող ես իսկապես օգտակար լինել մարդկանց կյանքում, քո փորձով, քո գիտելիքով, քո հմտություններով, ապա ինչու դա չանել։ Որն է ձեր աշխատանքի ամենասիրելի պահը։ Երբ մարդը ասում է, ես չգիտեի, որ ես կարող եմ այս թեմաների մասին խոսել, ու ես չգիտեի, որ մարդկանց հետաքրքիր է դա։ Երբ ես սա լսում եմ, ես իսկապես հասկանում եմ, որ ես այլևս անելիք չունեմ, որովհետև մարդը ամբողջովին ճանաչել է ինքն իրեն, հասկացել է իր ուժեղ կողմերը եւ կարող է իրեն ճիշտ փաթեթավորել եւ ճիշտ ներկայացնել հանրությանը։